Առողջության ապահովագրության հետ կապված իհարկե լավ է, որ քաղաքացիները արտահայտվում են, մենք շնորհակալ ենք, բայց ես տեղ էլի սոցիալ հոգեբանական եւ լեզվամտածողության մի հատ խնդրեմ եմ տեսնում։ Երբ որ ես տեսնում եմ վերնագրեր կամ մարդկանց կողմից մարդը ասում է, որ ես 1 միլիոն դրամանոց վիրահատությունը արեցի անվճար։ Այսինքն ինքը ճիշտ է արտահայտում, բայց մենք պետք է արձանագրենք, որ անվճար վիրահատություն չի լինում։ Ինչ որ մեկ այդ վիրահատության համար պետք է վճարի։ Այսինքն մենք պետք է քայլ կարողանանք այնպես անել, որ նույնիսկ մեր քաղաքացիները, ովքեր իրանց պարզապես գոհունակությունն են հայտնում, ոչ թե ասեն, որ իրանք դարել են անվճար, այլ ասեն այդ վիրահատության համար վճարել է կառավարությունը, այդ վիրահատության համար վճարել է պետական բյուջեն, այդ վիրահատության համար վճարել է պետությունը, որովհետև սա շատ կարևոր բան է։ Որովհետև գիտեք, հասկանում եք, մեր իրականության մեջ ու հասկանալի հետագծի պատճառով այդ ընկալումը չկա։ Երկրում չկա այդպիսի մի հարց, որի լուծման համար ինչ որ մեկը պետքա չվճարի։ Չկա այդպիսի հարց, պարզապես չկա այդպիսի հարց։ Նույնիսկ այն հարցերը, որոնց լուծման համար ֆիզիկական նյութի տեղաշարժ եւ ֆիզիկական նյութի հետ հաղորդակցություն չի նախատեսվում, այդ ամեն ինչի հետևում կա ծախս։ Այդ ծախսը ինչ որ մեկը պետք է անի, որովհետեւ այդ ծախսը եթե չի արվում, նշանակում է այդ հարցը չի լուծվում։ Դրա համար մենք այդքան ինչ ենք խոսում բյուջեի կարևորության մասին, ինչ ենք խոսում բյուջեի կարևորության մասին, թե ինչքան կարևոր է բյուջեն։ Որովհետև եթե ինչ-որ մի հատ հարց կա բյուջեում, այդ նշանակում է այդ հարցի լուծում, եթե չկա բյուջեում, այդ նշանակում է այդ հարցի չլուծում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։